Սիրելի բարեկամներ, բարի գալուստ լրագրող քաղաքական վերլուծաբան Արման Գալոյանի YouTube-յան ալիք։ Դուք լսում եք IDEV podcast-ը։ Այսօր կխոսենք մի կարևոր իրողության մասին, քաղաքականության մեջ ժամանակի գործոնի մասին։ Այնինչ կարելի էր անել երեկ, այսօր արդեն կարող է կորցնել իմաստը, իսկ վաղը ընդհանրապես դառնալ անհնար։ Ժամանակի ճիշտ ընկալումն ու արդյունավետ օգտագործումն այն հիմնական գործոնն է, որը տարբերում է հաջողված ու անհաջող քաղաքականությունը։ Հայաստանի նորանկախ պատմության ամենադառ դասերից մեկը ժամանակի գործոնի բաց թողումն է, հատկապես Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում։ 1997 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը հստակ նախազգուշացրել էր. փոխզիջման պահն ունի իր գինն ու ժամկետը։ Նրա հայտնի հոդվածում գրված էր. փոխզիջման էությունից բացի կարևոր է նաև փոխզիջման պահը։ Ուշացման գինը նա ներկայացնում էր պարզ ու սթափ։ Այնինչ մերժում ենք այսօր, վաղը կարող ենք աղերսելով խնդրել ու չստանալ։ Այդ խոսքերը մնացին չլսված։ Ուշացրինք փոխզիջման պահը, հավատալով, որ ժամանակն աշխատելու է մեր օգտին, որ փաստացի վերահսկողությունը Արցախում կապահովի ավելի բարենպաստ պայմաններ ապագայում։ Սակայն ժամանակն ի վերջո աշխատեց ոչ թե մեր, այլ հակառակորդի օգտին։ Տնտեսական ու ռազմական զարգացումները, դիվանագիտական կշռի փոփոխությունը, տարածաշրջանի աշխարհաքաղաքական տեղաշարժերը տարիներ անց փոխեցին ուժերի հավասարակշռությունը։ 2020 թվականի 44-օրյա պատերազմում պարտության պատճառների մասին Հայաստանի հիմնադիր նախագահն նշել էր. մենք պարտվեցինք չկարողանալով հասկանալ ժամանակի ընթացքը։ Ժամանակը կարևորագույն գործոն է քաղաքականության մեջ։ Մի բան, որ կարող էինք անել որևէ պահի, ոչ մի երաշխիք չկա, որ հաջորդ պահին դա կարող ենք անել։ Դա մենք չզգացինք, մեր իշխանությունները չզգացին այդ պահը։ Հայաստանի այսօրվա իշխանությունները ժամանակի գործոնը չկարողացան հասկանալ նաև հետպատերազմյան իրադրությանում։ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ երկար բանակցություններից հետո Հայաստանը համաձայնվեց, զիջելով չհամաձայնված երկու կետերը ու թողնելով դրանք այնպես, ինչպես ցանկանում էր Ադրբեջանը։ Սակայն այդ զիջումը արվեց այն պահին, երբ այն այլևս կարևոր չէր Ադրբեջանի համար։ Այսօր այդ համաձայնագիրը կարծես կորցրել է իր բովանդակությունն ու արժեքը։ Ադրբեջանը այլևս չի շտապում ստորագրել որևէ փաստաթուղթ, գիտակցելով, որ ժամանակն ու ուժերի նոր դասավորությունը խաղում է իր օգտին։ Այնինչ անցած տարի կարելի էր ներկայացնել ու ստորագրել փոխզիջման ձևաչափով, այժմ դարձել է հերթական առիթ ավելացնելու նախապայմանները ու հասնելու նոր զիջումների։ Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ ավելին է, քան պարզապես ժամացույցի սլաքի շարժումը։ Այն հնարավորություն է, շանս ու երբեմն անխուսափելի սահմանագիծ։ Պատմությունը վկայում է, այնինչ մերժվում է հիմա, վաղը կարող է դառնալ երազանքի ու աղերսանքի առարկա։ Ուրեմն, երբ գործելու պահն է, պետք է գործել համարձակ ու ճկուն, քանի որ ժամանակի կորստի գինը երբեք չի չափվում ժամերով ու օրերով, այլ սերունդներով ու պետության ապագայով։ Այսօր այսքանը, կհանդիպենք։